Եկեղեցու շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ պարոն Սարգսյան, տեսնում ենք օղակը շարունակում է սեղմվել, դուք նշել եք, որ սպասում եք նաև կոնկրետ եկեղեցու կողմից, չէ՞, հորդորի, վեհապարի կոչին եւ այլն եւ այլն, մինչև կոչը հնարավոր չէ համարում որևէ սցենար, միջամտություն, որտեղ տեսնում ենք, որ հայ հավատացյալների շահերին են էլի արդեն դիպչում։ Մենք միջամտություն գտեցինք։ Նկատի ունեմ ոչ թե միջամտություն, այլ գոնե հանրային ինչ-որ կոնսենսուս, պաշտպանություն, պաշտպանական։ Ոչ միայն, բոլոր քաղաքական ուժերի։ Ախր ես ինչի՞ պիտի բոլոր քաղաքական ուժերի անունից խոսեմ։ Ամենամեծ ինստիտուցիոնալ կուսակցության ղեկավարն եք։ Մենք մնում ենք խոնար մեր եկեղեցու հանդեպ եւ ամեն կերպ ունալու ենք հավատարիմ մեր գաղափարներին։ Եկեղեցին կարծում եմ ունի բոլոր հնարավորությունները իր կարծիքը ասելու, տարածելու։ Բացի դրանից ունի բոլոր հնարավորությունները ներքին կանոնակարգով կարգի դրելու այն մարդկանց, ովքեր եկեղեցու սպասավորները մեծամասնության կարծիքով խախտում են օրենքներ։ Ներքին կանոնակարգերը բերել են դատարաններ, աշխարհիկ գործերի հետ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվել։ Այսինքն բա եկեղեցին իր ներքին կանոնակարգով չղեկավարումով ղեկավարվի։ Լավ, հիմա ինչ եք ուզում։ Մենք էլ ենք այդ հարցնում, էլի, ինչ ունեք ավտոմատ, արի վերցնենք գնանք։ Նիկոլ Փաշինյանի գործողություններում հանցակազմ տեսնում եք թե ոչ, շատերը կարծում են, որ Փաշինյանը գործակալ է, եթե գործակալ էր, ապա երբ որ իշխանության եք, ինչու չէիք կարողացել այդ վտանգը կանխել, ինչու չէիք կարողացել վտանգը չեզոքացնել։ Ախր դուք այնպեսի հարցեր եք տալիս, որ պատշաճ չի, եթեներով սկսում եք, հետո նորից եթեով, ինչ է նշանակում, ես չեմ կարող ասել, որ նա գործակալ է, մինչև չիմանամ, չտեսնեմ փաստաթուղթ, ապացույցներ չտեսնեմ, բայց որ նա ամբողջը մխտարեց, ամբողջը փչացրեց, այդ միանշանակ է, չէ՞։ Բայց իր գործողությունները ում են ձեռնտու, Թուրքիային եւ Ադրբեջանին, եւ մարդկանց մտահոգությունները կարող են այդ մասով արդարացված լինել։ Հիմա ձեր գործողությունները ինչ որ հիմա դուք փորձում եք անել, ընդդիմությանը ձեռնտու է։ Դուք փորձում եք ինձ պրովոկացիայի ենթարկել։ Բայց այդպես եք անում, եթե ապայով միշտ այդպես է։ Հասկանում եք, այդ չի նշանակում, էլի որ ես ոնց ասեմ, որ թուրքական գործակալը, եթե ձեռից տակ փաստաթուղթ չկա։ Ոնց ասեմ։ Իսկ հանցակազմ պարունակումը թե չէ, սահմանադրությունը վերից վար տապալվում է, հանցակազմ պարունակումը թե չէ գործողությունները։ Ես հանցակազմ պարունակելու մասին չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել բազմաթիվ խախտումների մասին եւ սահմանադրության եւ Հայաստանի Հանրապետության օրենքների։ Հիմա դուք բնորոշեք, դա հանցակազմ կա, դավաճանություն կա, գործակալի մասնակցություն կա թե չէ, ինքներդ որոշեք։ Պարոն նախագահ, ձեր գործի հետ կապված ասեցիք եռաբլուր անունը, այսպես կարծես թե հատուկ է շեշտվում, տեսնում եք ինչ որ միտում հատուկ շեշտելու, հենց եռաբլուր։ Հատուկ է շեշտում, նայեք տեսեք իշխանական լրատվամիջոցները ինչպես են այս գործը ներկայացնում։ Այնտեղ իսկական պողոտա չկար, ամբողջը եռաբլուր։ Տեսեք հմեկը ինչպես էր ներկայացրել, իշխանական լրատվամիջոցները ինչպես են ներկայացնում, ակնհայտ չի։ Բուսական